տիրող թշնամական եւ ատելության մթնոլորտը ոչ մեկի դուր չի գալիս, եւ այն կարող է վերացնել միայն ուժեղ եւ պետականամետ իշխանությունը, բայց դա այս իշխանության մասին չէ, քանզի հենց նրանք են հարտել առաջին հերթին բոլոր կարմիր գծերը, նրանց օրոք են ֆեյքերը համակարգային բնույթ ստացել եւ աճ ու ձախ սկսել հավերել մարդկանց եւ նրանց ընտանիքներին։ Սա ինչ մշակույթ է, եւ սա չէր կարող վիրտուալ տիրույթից չտեղափոխվել իրական կյանք եւ չվերածվել բռնության։ Պետական շենքում խմբով մարդ ծեծող թաղապետ լինի, մարդու դեմքին թքող ազգային ժողովի նախագահ լինի, թե հայոյող ու սադրիչ բլոգերներ լինեն, իշխանությունը պետք է կարողանա նրանց հարցերը օրենքով եւ արագ լուծել։ Եթե դա չի արվում, ուրեմն կամ իշխանությունը չափազանց թույլ է, կամ հենց նրանք են դա կազմակերպում, որը երկու դեպքում էլ դեմ է եւ պետությանը եւ ժողովրդին։ Այսօր հատելով բոլոր կարմիր գծերը, նրանք ցույց են տալիս հենց որն է ապա պետությունը եւ իրական Հայաստանը։ Հայաստանին այսօր օդի ու ջրի պես պետք է ուժեղ իշխանություն եւ ուժեղ առաջնորդ, որպեսզի հաստատվի համերաշխության մթնոլորտ եւ պետությունը դադարի ներսից քայքայվել։